Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները զարգանում են շատ հետաքրքիր ու արագ, ինչպես պարզ դարձավ, Լեան ցանկանում էր Լեոյին ինչ-որ բան ասել, իհարկե նշելով, որ օրերից մի օր նա հաստատ ներելու է։ Բայց Լեոն դեռ չգիտի ինչու է իրեն պահում Լեան այդպես ու բնականաբար նա չի էլ պատրաստվում լսել ու ներել Լեային, բայց Լեայի սիրտը կոտրված է, նա հասկանում է, որ միասին ապագա չունեն, քանի որ օրերից մի օր միևնույն է Լեոն իմանալու է ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունն իմացողների քանակն ամեն անգամ էլ ավելի է մեծանում։ Հետաքրքիր զարգացում է ստանում Ավոյի կերպարը, նա Լեայի հետ խոսելուց հետո Լեոյին ասում է, որ ինքն է կազմակերպել ու Լեային ասել, որ ուշադրություն չդարձնի Հունանի խոսքերին ու ուղղակի երջանիկ լինի, որից հետո պարզվում է, որ Ավոն մտածում է եղբոր-որդիների մասին ու գիտակցաբար մտածված թե չմտածված նա ասում է, որ հոր նման խնդիրների մեջ չլինի ու այդ երկու բառը հերիք է, որպեսզի Լեոն կասկածներ ունենա, որ հոր հետ ինչ-որ բան կատարվել է։ Հեռուստադիտողների մեծ մասը հույս ունի, որ Ավոն վերջապես կբացահայտի այդ ճշմարտությունը ու Լեոն կհասկանա, թե ինչն է եղել պատճառը, որ Լեան իրեն հեռու է պահում, բայց դեռ գաղտնիքները բացահայտվելու համար բավականին ժամանակ կա։ Արդյոք Ավոն իսկապես Լեոյին կասի ողջ ճշմարտությունը, կասի, որ Լեոյի հորը հենց Հունանն է սպանել Լեայի հայրը։ Դեռ երկար ժամանակ կբացահայտվեն հետաքրքիր գաղտնիքներ։ Մյուս կողմից էլ Մանանի կյանքում իսկական խառնաշփոթ է ու հեռախոսազանգից հետո, երբ Մանանը պարզում է, որ Գրիշոն իրեն դավաճանել է, բնականաբար նրան այլ ելք չէր մնում, քան մակունցների տնից հեռանալը։ Դեռ Գրիշոյին երկար ժամանակ է պետք հասկանալու, թե ով էր իր համար Մանանը։ Բնականաբար նա սիրահարվելու է Մանանին ու ընկնելու է Մանանի հետևը, սցենարը գնալու է այդ ուղղությամբ, բայց այս պահին նա արդեն ցավեցրել է Մանանի հոգին ու Մանանը արժանապատվություն ունենալով հեռացել է այդ տնից, բայց Մանանը դեռ վերադառնալու է այդ տուն ու իր կանոններ է թելադրելու, դեռ ժամանակ կա։ Հեռուստասերիալում այս պահին միայն խաղաղ է, կարծեք թե Դավիթի ու Նարեի հարաբերությունները, նրանք երջանիկ են, նշանվել են ու Դավիթ պապը միայն ուրախ է այդ կապակցությամբ, բայց Դավիթ պապը չի կարող երջանիկ լինել, քանի որ մյուս թոռներն ուղղակի տառապում են, դեռ Վովայի մասին էլ չգիտի ու ժամանակ է պետք, որպեսզի բացահայտի, թե ով է իր թոռը։ Դե ինչ, մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում Ավոն Լեոյին կասի ճշմարտությունը, թե ոչ, թե դեռ Ավոն խաղաքարտեր է հավաքում, որպեսզի անհրաժեշտ պահի ուղղակի բացի խաղաքարտերն ու Հունանին տեսնի կործանված, չէ՞ որ նրան կարծեք թե դաշնակիցներ են պետք, որպեսզի Հունանին նվաստացած ու սնանկացած տեսնի ու Ավոն հասնելու է այդ ամենին ամեն գնով, քանի որ Ավոն պատրաստ է ամեն ինչի հանուն իշխանության ու փողի և այս անգամ էլ ձեռքերը չի դողա ու ամեն ինչ կանի, որպեսզի Հունանն իր ընտանիքով հայտնվի դրսում։ Դե ինչ, սպասում ենք յուրաքանչյուրիդ կարծիքին։